Հայրաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացիցասումն ու զայրույթը։ Այս մասին Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանն է ասել։ Վրդանես եպիսկոպոսը մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանից նոյեմբերի 29-ին նրանք հանդես էին եկել կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու կոչով։ Թեմական խորհրդի ատենապետը հայտնել է, որ նոյեմբերի 28-ին խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին եւ հորդորել հայտարարությամբ հանդես գալու ներողություն խնդրել իր բռնագաղթյալ ժողովրդից։ Սենեգալի ափերի մոտ թուրքական Մերսին լցանավի մոտակայքում 4 պայթյուն է տեղի ունեցել, նախքան ջուրը սկսվել է լցվել մեքենայական բաժանմունք, հայտնում են ԶԼՄ-ները։ Նշենք, որ նոյեմբերի 28-ին ժամը 23:45-ի սահմաններում, երբ նավախարուսված եղել Սենեգալում, Դակար քաղաքի ափերի մոտ 4 պայթյունի հետևանքով ջուրը սկսվել է լցվել մեքենայական բաժանմունքում, ինչպես արդեն նշել ենք, իրավիճակին անմիջապես արձագանքել են եւ վերահսկողության տակ վերցրել, որի հետևանքով անձնակազմի անդամները հայտնվել են անվտանգության մեջ, մինչև դեպի հետևանքով տուժածներ չկան։ Շրջակա միջավայրի աղտոտում եւս չի արձանագրվել։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Կրասնոդարը սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց Կրիլիա Սովետովին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդվարդ Սպերցյանն այդ խաղում դարձավ դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ, սահմանելով ՌՊԼ-ի նոր ռեկորդ, դառնալով առաջատարը ստանդարտ խաղարկումներից կատարված գոլային փոխանցումների քանակով։ Սպերցյանի անկյունայինից փոխանցումը Կրիլիա Սովետովի դեմ խաղում նրա 7-րդ գոլային փոխանցումն էր ստանդարտից ՌՊԼ-ում։